Եկեղեցու նկատմամբ իշխանությունների հարձակումը եղել են հայոց պատմության ընթացքում։ Միշտ հայ առաքելական եկեղեցին գտնվել է այդ հարձակումների թիրախում, բայց հիմնականում դա եղել են կամ օտար նվաճումներ, կամ այլ կայսրություններ։ Իսկ այն դեպքերում, երբ որ այդ բախումը ներպետական էր, երբ որ բախվում էին հայոց իշխանությունները եւ հայ առաքելական եկեղեցին, մենք միշտ աղետալի հետևանքներ ենք ունեցել։ 4-րդ դարում մենք ունեցանք այդ բախումը եւ մի դար չանցած կորցրեցինք Արշակունյաց Հայաստանը։ Մենք ունեցանք Կիլիկիայում միջեկեղեցական, ներեկեղեցական բախում եւ կորցրեցինք Կիլիկյան պետությունը։ Ես հետ չէի ուզենա, որ այդ տարբեր դեպքերին մենք գումարեինք եւս մեկը։ Առավել եւս որ գոնե այսօր մենք ունենք հնարավորություն գոնե առնվազն մեր բողոքի ձայնը բարձրացնեին եւ ես կուզենայի իմ ամբողջական եւ անվերապահ սատարումը հայտնել մեր բանտարկված սրբազաններին, որը մեր խարանն է, մեր ամոթն է համազգային եւ իհարկե հայ առաքելական եկեղեցուն Վեհապարին կաթողիկոս Գարեգին II-ին իմ աջակցությունը եւ ես հույս ունեմ, որ մեր հավատավոր ժողովուրդը հայ առաքելական եկեղեցու զավակները չեն միանա այս կեղտոտ քաղաքականացված արշավին եկեղեցու դեմ եւ կմնան միասնական, որովհետեւ երևի միասնական են միակ եւ կարեւոր ներուժն է, որ մենք կարող ենք այսօր ունենալ, որպեսզի դուրս գանք այս իրավիճակից։